Մենք արդեն մայր տաճարում ենք։ Քաղաքի մուտքից արդեն նկատելի էր, որ մեծ ոստիկանական խմբեր են կուտակված, շուրջ բոլորը։ Տիկին Զորաբյանն էլ է այստեղ, բարև ձեզ Տիկին Զորաբյան, դուք էլ նկատեցիք, որ խնդրեմ, ամբողջությամբ ոստիկաններով տարածքը դեռ ժամը 3:30 է, բայց արդեն ոստիկանները լցված են։ Դեռ 2 ժամ առաջ ցույց տվեցին, որ ոստիկանական մեքենաների շարաշյունը լցվում է քաղաք։ Տեսնենք ինչ է կատարում, ուղղակի ապշելու բան է, ինչն է խնդիրը, ինչից է վախեցած։ Այսօր տեղի ունենալու պատարագ է տեղի ունենալու։ իրավունք ունի պատարագին մասնակցելու իմ իրավունքը Բայց մարդկային հոսքն էլ բավականին մեծ է։ Մենք էլի կոչ ենք անում, որ բոլորը գան միանան։ Մեր հայրենակիցները արդեն հավաքվել են։ Տեղում են։ Բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ։ Իսկապես բազմամարդ է Վարդաճարի բակը։ Մարդիկ հավաքվում են։ Գիտեք, որ 3-10 տիրադաղերը հայտարարեցին, որ գալիս են մայրտաճար, պնդում են իրենց առաջարկը, որ Վեհապարին տալիս են ընդամենը մեկ հնարավորություն, ընտրություն կատարելու, այն է գալ և հանդիպել վարչապետին և քննարկում լինի իրենց Վեհապարի հրաժարականի շուրջ։ Ինչ է կարծում, ինչու է վախեցած Նաիրա այսքան ոստիկանություն է լցրել, բայց իսկապես հələ դեռ ժամը, այսպես ասել են 3:30 կհավաքվենք, 4-5:30, բայց շատ բազմամարդ է։ Իսկապես շատ բազմամարդ է։ Գնանք առաջանանք։ Վախեցած է այնուամենայնիվ։ Ինքը փորձում է ցանկացած նվազագույն դիմադրության օջախ, իսկ հայրաքելական եկեղեցին բնականաբար դիմադրում է վարվող քաղաքականությանը կոտրել։ Այստեղ տեսնում ենք, չէ՞, քանի գվարդիա ոստիկաններ կան եւ աբսուրդ է։ Մարդիկ եկել են պատարագի եւ որևէ մեկը խոչընդոտել իրավունք Եվ հավաքվում են մարդիկ։ Ասենք, որ 3 մի շարք կուսակցություններ ուժեր, հա, այստեղ էլ ոստիկաններն են։ Սրանք ոչ մեկը պատերազմի մասնակից չեն եղել։